Ողջույն պարոն Եղնուկյան, շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Ողջույն։ Պարոն Եղնուկյան, նախ առաջինը ձեր այս առողջության հարցով մի երկու բառով մեզ տեղեկացեք, ոնց եք անցավ այս ձեր վիրահատությունը, հիմի ոնց եք զգում։ Գիտեք, լսում էի առաջ, բայց չէի հավատում, ասում էին, որ տարիքը իր դերը խաղում է, բայց ոնց թե հարցի պես հենց որ թոշակի անցա 65-ին, այդ ժամանակ ամեն ինչ սկսեց, ուրեմն պետքա թոշակի չանցնել, որովհետև 65-ի սկզբին սրտի խնդիրեր ստենտավորվեցին, 3 հատ ստենտ, հետո էլ էս կոնքի հարցը եղավ, կոնքներ հիմա պրոթեզավորել են, Bionic Man եմ դառնալու, են մի հատ ֆիլմ կար, չէ, Ամերիկայում Bionic Man, հիմա կտոր առ կտոր փոխելու են երևի։ Լավ կլինի։ Շատ լավ, դե լավ է։ Ուղղակի ինչի համար անդրադարձա, որովհետև նաև այդ դրսում եք, չէ, ուզում անել, այդ որում տեղեկացնեմ, որ պարոն Եղնուկյանը նաև Միացյալ Նահանգների քաղաքացի է եւ արգելանք ուներ բուժումը ստանալու դրսում։ Այդ հարցը տենց է մնաց, պարոն Եղնուկյան, մեր հարցը տենց է մնաց, մի հատ արագ ասեմ, որ տեսնեք աբսուրդը այս դատական բանին, հիմա եթե ես կանոնավորված լինեի, գիտեք, չէ, ես սասնածրերի գործով 16 թվից մինչև 18 թիվը կանոնավորված էի, հետո 18 թվին այսպես կոչված հեղափոխության եւ ժողովրդի ճնշման տակ Նիկոլը որոշեց, որ մեզ գրավով եւ պայմանական ազատ արձակի, նախնական, այսպես ասած, ու 18 թվից ազատության մեջ ենք, բայց մնացած բոլոր հանգամանքները, որ կիրառվում են կանոնավորի նկատմամբ, դեռ գոյություն ունեն։ Խոսքը ինչի մասին է, ամբողջ գույքիս վրա կալանք կա, ոչ կարող եմ վաճառել, ոչ կարող եմ նորոգել, որովհետև նորոգել նշանակում է պետք է դիմես թույլտվության համար, թույլտվություն չեն տալիս, ասելով, որ կալանքի տակ է։ Ասում եմ շատ լավ, կալանքի տակ է, չեմ կարող տունս նորոգել, կտուրս կաթում է օրինակի համար, չէ, չես կարող, թույլտվություն չեն տալիս։ Այս աբսուրդներն եմ ասում օրենքի։ Բանկային հաշիվ չեմ կարող ունենալ։ Ինչ որ ունեի փակված է, կալանք է դրված, գումարը արգրավված է։ Անշարժ եւ շարժական գույքը ամբողջ կալանքի տակ է։ Հետևաբար ոչ կարող ես աշխատել, որտեղ ոչ միտեղ քեզ աշխատանքի չեն ընդունի։ Աշխատավարձ որ ստանաս պետք է գնա բանկի հաշվի մեջ, որովհետև օրենք կա որ պետք է արձերն չեն տալիս։ Առևտուրը 300,000-ից վերև պետք է արվի բանկային փոխանցումով, հետեւաբար ճիշտ է, ազատության մեջ եմ 18 թվից, բայց այսպես 4 կողմից սահմանափակումներ կան, որ մարդ չի կարող գոյատևել։ Հիմա հարցը գալիս է վիրահատության համար։ Եթե կանոնավորված լինեի պետությունը օրենքով կանոնավորների առողջական հարցերը իրենք են հոգում պետպատվերի շրջանակներում։ Հետևաբար որպես կանոնավոր ճիշտ է, ընդ գլխացավանքի է պետք է պահանջես, իրենք կարող են ասեն, չէ օպերացիայի կարիք չունես եւ այլն, ձգձգեն, մինչեւ որ մարդ մեռնի, ու բայց համենայն դեպս օրենքով կանոնավորին պետությունը պետք է հոգա բժշկական հարցերը։ Իսկ երբ որ դու գրավով ազատության մեջ ես նախնական կալանքից, պետությունը այդ պարտավորությունը չունի այլևս, օրենքով չունի։ Հետեւաբար լուփհոլ է, այսպես ասած, եւ օդում կախված ես։ Հիմա ես իրենց ասում եմ, որ նայեք, ասում եմ, այս վիրահատությունը եկեք ինձ թույլ տվեք գնամ Միացյալ Նահանգներում անեմ, քանի որ ունեմ ապահովագրություն, աշխատանքային ապահովագրություն ունեմ, իսկ հիմա էլ արդեն ունեմ որպես թոշակառու Medicare, ունեմ Part A եւ Part B, այնպես որ ոչ թե միայն հիվանդանոցային, այլ նաեւ բժշկական բոլոր ծախսերը, ասում եմ թույլ տվեք գնամ օպերացիան ընդեղ անեմ, ինձ ծրի է լինելու։ Եթե չեք թույլ տալիս, եկեք դուք արեք ծրի։
Հիմա իրենք ոչ ինձ թույլ են տալիս, որ ես գնամ եւ ծրի արվի դա Ամերիկայում, ոչ էլ իրենք են անում։ Ասում լավ, ինչպես պիտի անեմ։ Բանկի հաշիվներն է փակել եք, ես նույնիսկ չեմ կարող գումար Միացյալ Նահանգներից իմ հաշվիցս փոխանցեմ Հայաստան իմ հաշվին, որովհետեւ այդ գումարն էլ արգրավեն, ոնց է մի փոխանցում բանկի հաշվին։ Սա իմջայլոց փորձել եմ մի բանկի հաշիվ բացեցի, ասի կարող է սիստեմը իրենց լավ չի աշխատում, մեջը 100,000 դրամ դրեցի, վարկյանական արգրավեցին, հենց գումարը նստեց հաշվի մեջ արգրավեցին։ Սա է վիճակը եւ այդպես մերժեցին, փաստորեն ասում են դու ոնց ուզում ես արա, օպերացիա պետք է անես, գնա ինքդ ոնց ուզում ես արա, ոչ թույլ կտանք, որ քու գումարով անես, ոչ էլ մենք կանենք, ոչ էլ թույլ կտանք, որ գնաս եւ Միացյալ Նահանգներում ծրի անես։ Հետեւաբար այնպես է լինում, որ այս վիրահատության համար ես պետք է մեկ ընկերոջ մեկին խնդրեի, որպեսզի իրենք փոխանցեն այդ փոխանցումը անեն, որովհետև cash-ել չեն ընդունում, հետեւաբար պետք է բանկից դուրս գա կամ քարտից, դե ես իհարկե այդ ծանոթին ում որ խնդրել էի, իրեն գումարը տվել եմ, որպեսզի ինքը իր հաշվի մեջ դնի եւ վճարի։ Ոտիսականը, պարոն Եղնուկյան, բայց ձեր մեղքը որն է, հələ տեղից կանք, էլի դու սասնածռերի խմբի մեջ չեք, ի վերջո այդքան է կալանավորում, էս էլ փաստորեն ազատ կալանքի ռեժիմ ասեց, փաստորեն։ Ասեմ ձեզ իմ մեղքը ինչ է, իհարկե մենք սա խորհրդում ենք, այսպես որովհետև հետաքրքիր էր, ինձ նույն օրը հուլիսի 17-ին առավոտ ժամը 6:30-7-ն էր, դրան հետևը մի 15 հոգի տարբեր գույնով, գլխարկներով եւ շապիկներով ԱԱԾ-ից սկսած մինչև մասկաներով մարդիկ հավաքվել էին դուրսը եւ ուզում էին որ բայց շատ խնդրելով պարոն Եղնուկյանով եւ այլն մենք ձեր կարիքում ունենք եկեք ԱԱԾ ասում եմ ինչ է եղել չեն ասում ասում են որ գաք կիմանաք այդ ընթացքում կինս արդեն Facebook-ով բանով իմացավ դե մենք քնից էինք արտացել ժամը 7 եթե չեմ սխալվում ու կինս ինձ շշուկով ասես որ այսպես PPC գունդը ասես կարող է դրա հետ է կապված ես էլ հիմա ոստիկաններին ասում եմ PPC գունդի բանի հետ է կապված ասում եմ ինչ եք ուզում որ ես գամ ձեր հետ միասին ԱԱԾ ասին չենք կարող ասել պարոն Եղնուկյան բայց դուք հարգված մարդ եք ձեզ մենք շատ կարիք ունենք որ դուք մասնակցեք եթե չեմ սխալվում նույնիսկ բանակցություններ բառը օգտագործեցին մի խոսք իրենց շամփու դրեցի ասի որ բանկ կբերեք դատական որոշումով նոր ես դուրը կբացեմ կգամ ձեր հետ միասին առանց դրան ասի ես դուրը չեմ բացի մի խոսքով դրանց շամփու դրեցի սա 17-ի առավոտ շուտ էր ամբողջ օրը ես տնից դուրս չեմ եկել ամսի 17-ին եւ տանը նստած կոմպի առաջ եւ հեռախոսով կոմպով նայում եմ լայվ թե ինչ է կատարվում հեռախոսով էլ կապնվում եմ տարբեր տեղեր այդ օրը եւ ինչ եմ սա պատմում որովհետեւ ես կարծում եմ իմ հենց առաջի օրվանից էին ինձ ուզում բերման ենթարկել բայց խափելով իրենք արդեն մի անգամ փորձ ունեին չեմ հիշում եթե տեսել եք բանը որ փորձում էին մեր տուն ներխուժել ես ոստիկաններին ֆիզիկապես դուրս շպրտեցի այն ժամանակ այսպես չլսված բաներ որ քաղաքացին ոստիկանի տնից դուրս շպրտի
գլխարկն է մնացել էր մեր մոտ, դրա համար իրենք գիտեին, որ չեն կարող ինձ վախեցնելով, դրա համար պիտի փորձեին խաբելով, պարոն Եղնուկյանով ձեր կարիք ունենք եւ այլն, այդ ձևով տանեին, չստացվեց 17-ին, 17-ին ես ամբողջ օրը տնից դուրս չեկա եւ ինչպես ասացի լայվը նայում էի եւ հեռախոսներով կապ էի հաստատում տարբեր մարդկանց հետ։ Ուրեմն այդ ժամանակ ես երբ որ նայում էի 17-ին առաջի ոստիկանապետերից մեկ որ դուրս եկավ եւ հայտարարություն արեց ՊՊՑ գնդից դա Հունան Պողոսյան էր կարծեմ անունը, թե Պողոս Հունանյան, այդպես մի բան էր, հետո եղավ մարզպետ Սյունիքի, եթե չեմ սխալվում։ Հայր ծափեր տալիս բան, չէ՞։ Էդի դուրս եկավ ու այսպես վրթովված, հուզված բան դեմքով Սասնացրերին ահաբեկիչ կոչեց։ Ես այդտեղ ասացի, վայ, սրանք փորձում են ահաբեկիչ բառը կապցնել կամ պիտակը կապցնել տղաների վրա ու ամբիջապես սկսեցի զանգել ում որ կարող եմ։ Հիմա պիտի ասեմ նաև ում եմ զանգել եւ պիտի ձեր համար դա զվարճալի լինի։ Անձնանցից մեկին որ զանգել եմ Փաշինյանն է եղել։ Մտքովս անցավ։ Եվ ինքը արդեն այնտեղ ներսում էր, թե դրսում էր։ Ինքն է արդեն դուրս էր եկել, ասեցի Նիկոլ ջան, այսպես ասացի, սրանք ասացի միտք ունեն, դե այն ժամանակ մենք Նիկոլին համարում էինք, այսպես ասած, ընդդիմադիր, ճվճվան ընդդիմադիր, պարլամենտում գիտեք իր կերպարը, բայց ընդդիմադիր էր, ճիշտ է, ոչ ամեն ինչն է մեր դուրս գալիս իր կերպվածքի, բայց համենայն դեպս։ Ես այդ մոմենտին իմ նպատակը նա էր, որ տարբեր քաղաքական գործիչներ, հասարակական գործիչներ ամեն մեկը իր ձևով, իր բառապաշարով փորձի բացատրել կամ ասել, թե ինչու Սասնա ծռերը ահաբեկիչ չեն։ Սա այդ իմ նպատակս ու այդ նպատակի համար ես ամեն մեկին, թե ինքս լինելով իրավաբան, ես կարող էի նաև բացատրել իրավաբանորեն, թե ինչու համար Սասնա ծռերը ահաբեկիչներ չեն, եւ որ իրենք ապստամբ են, ես դա ամեն մեկին որ զանգել եմ, իմջայլոց մի քանի անուններ ասեմ, ՀԱԿ-ից պատգամավորների, Արա Պապյանին եմ զանգել, ՀԱԿ-ից պատգամավորներ այդ ժամանակ Բակրատյանը չէր, Բակրատյանն էր։ Բակրատյանը չէր, Մանուկյանն էր, ժամանակին խոսնակն էր կամ Տեր-Պետրոսյանի աջ ձեռքը, այսպես Լևոն Զուրաբյանն էր, նրանց եմ զանգել, մեկ-երկու հոգի զանգել եմ Անդրեաս Ղուկասյանին եւ մի քանի ուրիշ մարդիկ, այսպես ասած ավելի շատ ընդդիմադիր դաշտից եւ քաղաքական Հրանուշ Խարատյանին եւ այլն, այսպեսի մարդկանց, որոնք երևում էին, այսպես ասած քաղաքական դաշտում, որոնց խոսքը ընդունելի էր եւ բոլորին բացատրում էին, որ ինչպես իրենք պետք է հերքեն սա, զգուշացնելով, որ իշխանությունների նպատակը հիմա ժողովրդի մոտ այդ կարծիքը ձևավորեն, որ սա ահաբեկչություն էր եւ նրանք էլ ահաբեկիչներ են, որտեւ ինչն էր խնդիրը, ահաբեկիչներին բոլոր երկրներում, բոլոր օրենքներով թույլ է տրվում ոչնչացնել։ Հետևաբար Սերժ Սարգսյանը պետք ուներ հասարակական կարծիք ձևավորվի, որ սա ահաբեկչություն է, որպեսզի իր ձեռքերը ազատ լինեին եւ նա նրանց ոչնչացներ։ Ու փաստորեն այդին ամսի 17-ի գործնեության պատճառով բավական մարդիկ ելույթ ունեցան եւ հերքեցին, որ նրանք ահաբեկիչներ են եւ ինչպես գիտեք
17-ից հետո Սերժ Սարգսյանի մանգլավիկները ռիսկ չարեցին այլևս ահաբեկիչ բառը օգտագործել, ոչ էլ մեղադրանք եղավ ահաբեկչության։ Դա իհարկե մեկ օրվա բան չէր, դա տևեց 2 օր։ Ես ձեզ ասեմ, որ ես ամսի 17-ին տնից դուրս չեմ եկել, 18-ին եմ տնից դուրս եկել, գնացել եմ ՊՊՑ գունդ, այնտեղ մի քանի ինտերվյու եմ տվել ոտքի վրա եւ ինձ վերման ենթարկեցին ամսի 18-ին։ Վերման ենթարկեցին եւ այս անգամվա վերման ենթարկումը շատ տարբեր էր ուրիշ անգամներին, որ ինձ վերման են ենթարկել, ուրիշ անգամներ եկել ասել են պարոն Եղնիկյան, եկեք գնանք խաղամաս եւ այլն, այսպես ասած կուլտուրական ձևով ձեռքս մտնելով առանց ոնց մի ֆիզիկական ուժ կիրառելու, այս անգամ այնպես չէր, որ ֆիզիկական ուժը շատ ուժեղ էր, բայց անմիջապես իրենք ագրեսիվ ձևով եկան եւ ինձ տարան։ Եվ տարան ոչ թե միայն տարան եւ հետո 3 ժամ հետո դիպաս թողեին, այդ տարան եւ ամբողջ գրպանից պարունակությունը, դրամ, ID card եւ այլն, հեռախոս ամեն ինչ վերցեցին եւ չեմ ամիջը ծանոթ են մեր լսողները, երբ որ իրանք վերցնում են, դնում են տոպրակի մեջ եւ պլոմբում են, վրան դու ստորագրում ես, դա նշանակում է, որ արդեն քեզ ձերբակալում են, որովհետեւ մինչև այդ երբևիցե իմ գրպանից պարունակությունը չէին պլոմբել։ Այս անգամ պլոմբեցին, մի խոսքով մի 6 ժամ մնացի ոստիկանությունում, շատ շոկ էր, ինչպես գիտեք, ես էլ շոկից վատանում եմ, վատացա, ինձ տարան մի հատ սենյակ, որտեղ կոնդիցիոներ էր աշխատում, որպեսզի մի քիչ հովանամ, դա իմ մոտ բան է, ունեմ այդ խնդիրը, որ ես շոկից վատանում եմ։ Մի խոսքով ու 6 ժամ հետո ինձ բաց թողեցին գրպանից ապրանքները տալով։ Ես արդեն կասկած մտավ մեջս, որ սրանք մի բան պլանավորում են ու փաստորեն ինչ բարձվեց, որ այդ ընթացքում իրենք գնացել են դատական որոշում են ստացել դատարանից սանկցիա, որ ինձ գաղտնալսեն։ Մինչև այդ գաղտնալսումին անօրինական։ Ամսի 18-ից այդ վերման ենթարկելուց հետո իրենք ստացել են դատական սանկցիան եւ գաղտնալսել են ամսի 19-ին, փաստորեն 18-ին, 19-ին օրինական են գաղտնալսել, ամսի 17-ին անօրինական։ Ինչու եմ ասում անօրինական ամսի 17-ին, որովհետև դատական սանկցիան ստանալու համար իրենք դատավորին պետք է ներկայացնեն պատճառը, թե ինչու են ուզում եւ փաստեր, թե ինչու են ուզում քեզ մեկին գաղտնալսել։ Եվ այդ գործի մեջ, իրենց դիմումի մեջ դատարանում գրված է, որ իրենք ունեն օպերատիվ ինֆորմացիա, այստեղ օպերատիվ ինֆորմացիա, այս երկու բառերը հայաստանյան իրավապահ մարմինների համար մինչ օրս շատ կարևոր գաղտնի երկու բառ է, որը երբևիցե չես կարող հասկանալ, թե այդ օպերատիվ ինֆորմացիան երկնքից է ընկել, թե ով է իրենց ասել, մեկը եկել ականջիս մոտը իմ գլխիս մոտը լսել է խոսակցությունս, թե գաղտնալսել են, չես մանում այդ օպերատիվ ինֆորմացիան, դա գաղտնիք է։ Դատական գաղտնիք է ու օպերատիվ ինֆորմացիա ունեցի իբր թե ես ռադիոկապ եմ ուզել հաստատել բանենց հետ ՊՊՑ գնդի տղաների հետ ռադիոկապ ես չեմ փորձել հաստատել, բայց ես փորձել եմ walkie-talkie-ով կապնվել որտեղ հեռախոսում է վարչապետ Կոչեցյալի հետ, որը ներսում էր։ Այո, բայց ՊՊՑ գունդի տղաների հետ, սաստացրերի հետ, ես փորձել եմ walkie-talkie-ով կապնվել։ Ինչի համար, որտեղ հեռախոսները իրենք բոլորինը լսում էին իհարկե, իմս էլ, ես մի քանի անգամ որ 2 անգամ որ խոսել եմ ՊՊՑ գնդի տղաների հետ միասին, իրենք իմ խոսակցությունս լսել են, ես այնտեղ ոչ մի անօրինական բան չեմ ասել, շատ լավ իմանալով, որ ինձ գաղտնալսում են մեր տանը, իմիջայլոց հետո պարզվեց, որ դատական պրոցեսում, որ 14 թվից են ինձ գաղտնալսել, նոր չէ, ու ես գիտեի, որ գաղտնալսում են, ես մեկ-մեկ տուն էի գալիս, ասում էի, պարոն մայոր, տուն եմ եկել,
միացրեք այսպես կատակով մի խոսքով իրենք Ինչ հոդված են դրել, պարոն Եղնուկյան, ինչ հոդվածով եք դատվում։ աջակցել օժանդակել, աջակցել շենքություններ գրավելը եւ պատանդ պահելը։ Այդտեղ էլ շատ արտարոց օրենքի հետ դատաքննությունը հələ գնում է, փաստորեն 10 տարի, 9 տարի դատաքննություն է գնում։ Այո, դատաքննությունը գնում է, շատ ծավալուն է, մենք այսօր մի քիչ ճիշտ է։ Բայց հետաքրքիր է, կարծում եմ լսողներին, իմ մոտ sense հարց առաջացավ, դուք Միացյալ Նահանգների քաղաքացի եք նաև, աշխատանքային բերումով նաև մասնագիտությամբ իրավաբան, որևէ ձևի այս արանքում Միացյալ Նահանգների դեսպանատունը ձեր օպերատիվ տվյալների հետ կապված, որ ունեցել են, ձեր մասնակցությունը սատարել է, որևէ ձևով իրանք, որ սենց դեմոկրատական երկիր են երբեմն համարում, որևէ արձագանք կա, որ իրանց քաղաքացուն ըստ էության դրել են ազատ կալանքի վիճակում եւ մարդ, որը ունի ունեցված, մարդ, որը բիզնեսներ ունի Միացյալ Նահանգներում, այս պահին զրկված է այդ կապից, զրկված է իր ընտանիքի անդամներին, տեղում իր տուն գնալու իրավունքից, սենց ասեմ։ Միթե որևէ ձևով չեն արձագանքել կամ դուք դիմել եք, ոնց ինչ ասեք։ Գիտեք, ես դիմել եմ, ոչ թե միայն դիմել եմ, այլ նաև իրենց այնպեսի փաստերով եմ ներկայացրել ամբողջ այս բեմականություն, որ իրենք տեղ չունեին այլևս պատճառաբանություն տալու, որ ինչու չեն կարողանում կամ ինչու չեն անում որոշ բաներ եւ այնքանի հասավ, որ դեսպան Միլզը, որը հանդիպել է իմ ընտանիքիս անդամներին, նամակագրություն ունենք, մինչև որս պահել եմ այդ նամակագրությունը, որտեղ փաստերով իրենց ապացուցում են, որ սա քաղաքական պատվեր է, սա քաղաքական հալածանք է, որ ես քաղբանտարկյալ եմ, կյանքի բերումով նաև 2 տարի որ կանոնավորված էի, ես կարող եմ ասել, որ դարել եմ Հայաստանի համար առաջին քաղբանտարկյալների մասնագետը, իրավաբանորեն բացատրելով, թե ինչու ով է համարվում քաղբանտարկյալ մեր մոտ աշխարհով մեկ, ոչ թե միայն մեր մոտ, կարծիք կա, որ քաղբանտարկյալը դառնում է քաղբանտարկյալ իր արարքների պատճառով, բայց դա սխալ է։ Դու կարող ես մարդասպան լինել եւ քեզ մարդասպանության վրա բռնել, մանկապից լինել, մանկապետության վրա փաստերով քեզ բռնել եւ դատել, բայց դու նորից կարող ես քաղբանտարկյալ լինել, որովհետեւ քաղբանտարկյալը ոչ թե անձի արարքի հետ է կապված, այլ պետության վերաբերմունքը այդ անձի նկատմամբ։ Երբ որ պետությունը այդ անձի նկատմամբ խտրական մոտեցում է ցույց տալիս, դա արդեն համարվում է քաղաքական դրդապատճառներով գործողություններ, որը նշանակում է մանավանդ, ուրեմն մինչև կալանավորվելը դու լինում ես քաղհալածյալ, հենց քեզ կալանավորեցին, ազատությունից զրկեցին, դառնում ես քաղբանտարկյալ։ Հետևաբար նույնիսկ ԵԽՎ-ն, երբ որ որոշեց ընդունեց բանաձևը, կարծեմ 1812-ն է թիվը, եթե չեմ մոռացել, արդեն բավական տարիներ է, որ դրանով չեմ զբաղվում, այդ բանաձևի ժամանակ, երբ որ վեճ էր գնում Եվրոխորհրդում, թե ով է քաղբանտարկյալ, ով չէ, հետաքրքիր մի դրվագ կա այնտեղ, ես փաստորեն ոչ թե միայն օրենքը, այլ թե իրենց բանավեճերն եմ ուսումնասիրել, թուրքերը եւ բասկերը դեմ էին բանաձևին, Թուրքերը եւ Իսպանիան, Թուրքիան եւ Իսպանիան որպես երկիր դեմ էին բանաձևին։ Ինչու համար, հիմա դուք արդեն կարող եք կռահել, որտեղ թուրքերը ունեին քրդերին, իսկ իսպանիացիները բասկերին։ Նրանք երկուսն էլ ուզում էին, որ քրդերը եւ բասկերը չհամարվեն քաղբանտարկյալ, ասելով, որ նրանք ահաբեկիչ են։
Եվ ահաբեկիչը ասելով չի կարող լինել քաղ բանտարկյալ։ Եվրոխորհուրդը ասեց Թուրքիային եւ Իսպանիային, որ այդպես չէ։ Նրանք կարող են ահաբեկիչ լինել, ահաբեկել մեկին, երեխա սպանել օրինակի համար, բայց նորից կարող են լինել քաղբանտարկյալ, եթե դուք իրենց նկատմամբ կիրառում եք անհավատ պայմաններ։ Հետևաբար հենց թուրքերին այսպես է գրված էր Երգվեի բանաձևի մեջ, որ թուրքեր ձեզ դա իրավունք չի տալիս, որ դուք քրդերին վռնեք, ծեծեք, ջարդեք բանտերում, 5 տարվա տեղը 10 տարի տակ, ընտանիքի հետ տեսակցությունը արգելեք եւ այլն, որտեղ դրանով դուք այդ մարդկանց դարձնում եք քաղ բանտարկյալ։ Ինքը այո կարող է terrorist է, կարող է, նայած, մեկի terrorist-ը մյուսի հերոսն է, կարող է terrorist է, բայց դու իրավունք չունես նրա նկատմամբ խտրական մոտեցում ցուցաբերել։ Պարոն Եղնոկյան, հիմի դուք քաղ բանտարկյալ եք այս ձեր կարգավիճակով։ Քաղ հալածյալ եմ, քանի որ ազատության մեջ եմ։ Քաղ հալածյալ եմ եւ ես քաղ հալածյալ եմ եղել 2009 թվականից Հայաստան տեղափոխվելուց ի վեր։ Չի դադարել իմ քաղ հալածյալ լինելը։ Հավանաբար Պարոն Հայրիկյանի ազգային ինքնորոշում միավորում, հա, անտեղ եղել, որտեղ մարդիկ կան չգիտեն։ Այո, 88 թվից ես 88 թվից ԱԻՄ-ի անդամ եմ եղել, 88 թվից ես կարող ենք ասել միշտ ընդդիմադիր եմ եղել, անկախական բոլոր իշխանությունների նկատմամբ եղել եմ ընդդիմադիր, Միացյալ Նահանգները ապրած ժամանակ ԱԻՄ-ի հետ կապված ես շատ տարբեր բաների նվիրատվություններ եմ արել ու դրանով դարձել եմ իշխանությունների աչքի փուշը, որովհետև համարում էին, որ եթե ինձ վերացնեն, որոշ ֆինանսավորում կպակասի, սա պրիմիտիվ մտածելակերպ է, կլի իմ փոխարեն, ու այս ձևով ասում են աղբյուրը կտրեն, հետեւաբար ես միշտ թիրախավորված եմ եղել այդ տեսակետից, որ ինձ պետք է խեղդել։ Ես էլ լինելով բիզնեսմեն եւ իրավաբան գիտեմ, սա գլուխ գովալու բան չի, բայց գիտեմ այնպես աշխատել, որ ինձ չկարողանան։ Ես ոչ մեկին Հայաստանում ոչ պարտք եմ, ոչ գումար եմ վերցրել, մեկին չեմ գցել, որ ինձ անձնական խնդիրներ ունենան, բիզնեսի մեջ չեմ եղել, որտեղ առնելիք տալիք ունենամ մեկի հետ միասին, չկա մեկը, որ կարող է գա, ասի, որ գիտեք ինչ, Եղնիկյանը սենց արեց կամ նենց արեց, հետեւաբար ես շատ մաքուր եմ եղել այդ տեսակետից եւ դա իրանց ավելի էր գժվացնում, որովհետեւ չէին քրտնում ձևը։ Այս սասնացրերի գործի մեջ բացարձակ ասվում է, որ Եղնիկյանը ֆինանսավորել է սասնացրերին։ Ու բայց իրենք ոչ մի փաստ չունեն, որ ես արել եմ։ Դե փաստորեն տխուր է, որ Միացյալ Նահանգների դեսպանատունը կոնկրետ այդ իր քաղաքացու շահերի պաշտպանությամբ փաստորեն չի զբաղվում եւ ասեցիք տվյալներ չեմ ունեցել, թվարկեցիք մի բաներ, մի քանի հանգամանքներ, հենց այդ հանգամանքներն է ըստ էության, այսպես ասած, օպերատիվ տվյալներ են ձեզ քաղաքացիալ դիտելու հետ կապված։ 16 թվականի այդ մեր հերոսական ապստամբության առումով մի հատ էլ վերջի հարց ու բավականին հարցեր ունենք, անդրադառնանք 16 թվին, ասենք, ոնց եք նայում հիմի հետադարձ իհարկե, Նիկոլ Փաշինյան, այդ անազգանունը չեմ էլ տալիս, էսի եզակի բան արեցի բացառություն, այդ անձի եւ այն մյուս կրիմնաշասողի հայտնվելը անմիջապես, դա պատահականություն եք համարում, սցենար եք համարում, ո՞նց եք համարում, եւ այդ կենտանու հետագա փողոցում ժողովրդի մոտ ելույթները եւ այլն, ասենք, ինքը ինչ տեղ ուներ այդտեղ այդ արարածը։ Հայտնվելը ՊՊՑ գնդում։ Այո, որ անմիջապես քիչ հետո, փաստորեն մենք 18 թվին տեսանք,
կինոյի տղեկը էդի էր ու այդ Վանեցյան կոչեցյալն էին, չէ՞։ Այո։ Այդ կինոյի տղեկը ոնց անմիջապես հայտնվեցին կինոյի մեջտեղում, էլի հարթակում, երկուսը իրար հետ։ Այս հարցին պատասխանելուց առաջ Միացյալ Նահանգների դեսպանատան մասին միտքս չհավատեցի մի հատ դա ավարտեմ, որտեղ կարծում եմ Իհարկե, հա, ամփոփեք էդի։ Մեր ամերիկահայերի համար սա կարևոր ինֆորմացիա է։ Օրինակ Միացյալ Նահանգները ունի պաշտոնապես ընդունված դիրքորոշում, որ իրենք չեն խառնվում, ճակերտների մեջ ենք ասում սա, որ իրենք չեն խառնվում օտար երկրի իրավական գործերի մեջ։ Այսինքն, եթե դատական process կա, իրենք չեն խառնվում քաղաքական մակարդակով։ Իրենք պաշտոնապես միայն խառնվում են կոնսուլի մակարդակով։ Կոնսուլի գործողությունն էլ հետևյալն է։ Կոնսուլը նայում է, որ ձերբակալված, կանոնավորված ամերիկացին իր իրավունքները չեն խախտվում։ Ամեն ամիս կոնսուլը գալիս էր ինձ տեսակցության կանոնավայրում։ Կարևոր հանգամանք է, շատ հետաքրքիր է այս։ Ես կանոնավայրում գալիս էին իրենք, պարոն Եղունգյան, ինչպես եք, ձեր առողջությունը ինչպես է, դեղորայք, ուտելիք եւ այլն։ Ամեն ինչը լավ է, ձեզի ոչ մի բանի չեն զրկում, կարող է դուք բժշկության կարիք ունեք եւ այլն, եւ չես բժշկին չեն բերում եւ սա է իրանք քաղաքական եւ իրավական մակարդակով իրենք չէին խառնվում, բայց դա չի նշանակում, որ Միացյալ Նահանգները դա չի անում, դա քաղաքական որոշում է Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի, որ մեկ երկրում խառնվեն, որ մեկ երկրում չխառնվեն։ Այդ որ առաջ ասում էի Միլզին նամակ եմ գրել, բան եմ արել, այդ ժամանակ, եթե դուք հիշում եք, 16 թվականին Թուրքիայում եղավ նույնպես ապստամբություն կամ դժում եւ մինչ օրս 200,000 հոգի բանտերում լիքն են անդիմադիրներիցական բանտերում մինչ օրս այդ ժամանակ երբ որ ինձ Միլզը դեսպանը մի քանի անգամ ասեց որ պարոն Եղունգյան մենք ամեն ինչ կանենք ընտանիքիս անդամներին հանդիպել են կինս երեխաներս դեսպանատան ընդունել եւ այլն խոսել բան բայց մենք չենք կարող խառնվել իրավական գործերի մեջ ես էլ իրենց երեսին այսպես մեր երևանյան ժարգոնով երեսներին շփոթվեցի փաստը որ իրենք խառնվել են Թուրքիայում ուրեմն Թուրքիայում մի դեսպանատան թուրք աշխատակից ոչ Ամերիկայի քաղաքացի, Թուրքիայի քաղաքացի ձերբակալվել էր այդ օրերին եւ Թուրքիայի ամերիկյան դեսպանատունը դեսպանը ուլտիմատում էր տվել թուրքական կառավարությանը, որ այդ անձին անմիջապես ազատել, ասելով որ նրան ձերբակալել են քաղաքական դրդապատճառներով, որ այդ մարդը ոչ մի բանի մեղք չունի, աստորեն իրենք իրավական արդեն որոշել են մեղքել չունի այդ թուրքը։ Եվ սպառնացել էին, որ եթե չազատեն, պատժամիջոցներ կլինեն։ Եվ անմիջապես դրանից հետո Էրդողանը չազատեց այդ թուրքին, անմիջապես դրանից հետո, սա իմ կանոնավորված եղած ժամանակ է, ես բանտում եմ սրանք կարդացել, իմացել։ Եվ ոնց էր դեսպան Միլսի արձագանքը դրան ոնց էր, ասեք։ Չէ, բայց հետաքրքիր ինչ արեց պետդեպը Թուրքիայի նկատմամբ, վիզաներ փակեց կոնսուլствон ժամանակավորապես Անկարայի եւ Ստամբուլի, վիզա չէր տալիս թուրքերին գնալ Ամերիկա, սա է պատիժը։ Թուրքերը 1-2 ամիս հետո բաց թողեցին դրանց սուսիկ-պուսիկ, ամերիկացիները սկսեցին նորից վիզաներ տալ։ Ես այս ամեն ինչը գրեցի Միլզին, ասելով որ ում ես էշի տեղ դրել, այսպես ասած, էլի, արի ճիշտը խոսա։ Ասա որ ձեր համար քաղաքական նպատակների պատճառով նպատակահարմար չեք գտնում այս պահին Սերժ Սարգսյանին նեղել։
չեք ուզում Սերժ Սարգսյանին ներել, քանի որ Սերժ Սարգսյանը երկու պարանի վրա է խաղում, ինչպես որ հիմա Նիկոլն է անում, մեկ Եվրոպա, մեկ Արևմուտք, մեկ Ռուսաստան, ու այն ժամանակ է պետդեպարտամենտը հույսեր էր կապում, որ Սերժ Սարգսյանը կարող է ռուսի տակից դուրս գալ, ինչպես որ հիմա է։ Ոչ, ինչ թող մեր քաղաքացի Եղնուկյանն էլ այնտեղ Քաղաքացի Եղնուկյանն մնա, խնդիր չկա, մենք քաղաքացի Եղնուկյանին ամեն ամիս գնում ենք, հանդիպում ենք բնակավարությունը։ Երբ որ ես վերջի նամակը արդեն բավական կոպիտ լեզվով Միլզը դա ինձ էլ չպատասխանեց։ Սա է ուզում ասեի, պարզ եղավ, թե Միացյալ Նահանգները, այնպես չի, որ Միացյալ Նահանգները հրեշտակներ են կամ ապրում են բարոյական օրենքներով, իսկ հիմա էլ արդեն դա բավական բացահայտ է երևում Թրամփի օրոք, որ հենց եկեք դրան անդրադառնանք, պարոն Եղնուկյան։ Առաջի մյուս հարցից Արաջան, որ պատասխանեմ, Նիկոլի հայտնվելը։ Նիկոլի հայտնություն բառը ասում եմ Հիսուսի հայտնությունն է միտքս գալիս, Նիկոլը այնտեղ պատահական չհայտնվեց իհարկե, բայց իհարկե մենք այն ժամանակ դա չհասկացանք, զարմանալի էր, քանի որ ինքը այն ճվճվան պատգամավորն էր, որին թույլ էին տվել Սերժի օրոք, որպեսզի նա ազգային խորհրդում պարլամենտում բոլորին փնովի, անվանի ինչ ուզում է եւ այլն եւ պատիժ չկրի դրա համար, չնայած որ հիշում եք, կարծեմ Նեմես Ռուբոն էր, թե ով էր իր մեքենան էր պայթացրել, թե վառե տես բաներ էր։ Իմաստուն գակիկներ ասում էին։ Հա, բաների մեջ էլի։ Չեմ հիշում ով էր, բայց համենայն դեպս նա այն մարդկանցին, ով ուներ թույլտվություն ուներ այդպես վարվելու։ Եվ իրեն զարմանալի չէր, որ եթե մեկը լիներ պարլամենտից, ով մտներ ՊՊՑ-գունդ, նա պետք է լիներ առաջինը, այդպես առաջի հայացքից զարմանալի չէր իր կերպարը իմանալով, էլի ինքը հենց այդ կերպարն էր։ Բայց եկեք նայեք, որ հիմա արդեն հետադարձ հայացքով նայում ես, Եթե Վանեցյանինը այնքան բան չէր, Վանեցյանը Էրեբունի համայնքի KGB-ի պետն էր, այսպես ասած, այն ժամանակ։ Տարածքում էր, բանի Վիտալի Պալասյանի եղբոր տղան էր, թե քրոջ տղան էր, այն սպիտակ շալվարներովը, որ բան է, հա, Վիտալի Պալասյանի ընդեղ հայտնվելը նույնց բան չէր, պատահական չէր, Վիտալին են անողնաշար արարածներից է, ով Վակոյի օրոք աթորից ընկել էր եւ խեղճուկրակ վիճակ ուներ, ես 15 թվին իմիջայլոց, եթե հիշում եք բանը, հարյուրամյակ առանց ռեժիմի այդ շրջանակներում, մենք որ գնացինք հունվարի 31-ն էր, չէ, 15 թվին Բերձորի դեպքերը որ եղան, մինչև Բերձորի դեպքերը լինելը մեզ Բակո Սահակյանը չերեզներով Վիտալիի միջոցով հրավիրել էր, սա խոսում ենք հիմնադիր խորհրդարանի ժամանակ, հրավիրել էր Ստեփանակերտ, որ խոսենք, որպեսզի չգնանք Բերձորով այդ մեր ավտոշավը չանենք։ Մենք գնացել էինք այնտեղ մի քանի հոգով, ես չեմ մասնակցել այդ ժողովին հանդիպմանը, որտեղ փորձում էին համոզել մեզ, որ մենք չգնանք, ես նստել էի սրճարանում ներքևը Վիտալի Բալասարյանի հետ, եւ ես հիշում եմ, թող հիմա էլ Վիտալի Բալասարյանը լսի ասածներս եւ հիշի մեր հանդիպումը։ Մի 2 ժամ մենք սրճարանում նստած սպասում էինք, մինչև տեսնենք թե ինչ բարակցությունները ոնց են գնում,
ու ես հիշում եմ այն ժամանակվա ռուսերեն բառ պետք է օգտագործեմ մանգլավիկ վիճակը Վիտալի Բալասանյանի խեղճուկրակ, որ նայում իրեն մի պատար բան գցեն առաջը, ոնց են չանը մի պատար ոսկոր գցում, չէ, այդ վիճակում էր, նայում էր, թե ինչպես քզնի Բակոին, որպեսի Բակոն իրան դուրս էր շպրտել, եւ ինչ կարող էր, ինչ սերվիս կարող էր մատակարարել Բակոին, որպեսի Բակոն իրեն հետ ընդուներ։ Հետեւաբար հետ զարմանալի չէ, որ ինքը իրեն պետք է գցեր Սերժի ոտքերը, ասելով, որ Սերժ, ես գնամ, ես տղեկին ճանաչում եմ, Ստեֆանյանին ճանաչում եմ, Արայիկին ճանաչում եմ եւ այլն, գնամ խոսեմ իրենց հետ միասին բանակցեմ, ես իրենց կհամոզեմ եւ այլն եւ այլն։ Պարզա, պարոնք Եղնուկյան, այդ տխուր պատմություն ուղղակի ստեղ այդ արարածի մասին, քանի որ խոսեցինք, միշտ բան կա, այդ չարաշահումը կա, որ դուք 18 թվին ողջունեցիք եւ այլ այդ հեղափոխություն է, բոլոր այդ ասողներին հիշեցնենք, որ փաստորեն 18 թվին ամբողջ այդ եւ ծերերը եւ պարոն Սեֆիլյանը բանտարկության մեջ են, ինչքան էլ ուզում է ինֆորմացիա ունենաս, դու չես կարող ամբողջական իրավիճակը պատկերացնել, որ պահից հասկացաք, որ այս կապիկը իրա դերակատարությունն է ստանձնում, այսինքն այն ձեր նկարագրած դե ճղճղանից արդեն վերածվում էր գործիքի, որ պահից ձեր մոտ անձնապես բան առաջացավ սրա նկատմամբ։ Կասկածը միշտ կար, դրվագներ կային, որ տեսել ենք կադրերում, օրինակի համար Աննա Հակոբյանի միկրոֆոնը խլելը Զարու Փոստանջանից։ Այդ դրվագները, այսպես քեզ հուշում են բանամ, բայց ես էլ դրան զոհ եմ գնացել այդ նույն մարդկային այդ բանին, երբ որ մարդ մի բան շատ է ուզում, եւ գիտեք ավանտուրիստները, խաբեբաները, շարլատանները շատ լավ հասկանում են մարդկային հոգեբանությունը, իմանալով թե մարդիկ ինչ են ուզում, իրենք այդպես էլ մատակարարում են։ Հետեւաբար մարդ կուրանում է որոշ չափով, երբ որ ինքը մի բան է շատ ուզում, ինքը էլ չի տեսնում կողքի այդ մանրուքները, կամ երբ որ տեսնում է այդ մանրուքները, օրինակի համար այդ միկրոֆոնի դեպքը, չէ, դու սկսում ես արդարացնես, դու ինքդ քո մեջ արդարացնում ես, թե ասես թե լավ է, Զարուին էլ երևի զորբայություն էր անում, երևի այդպես պետք է վարվեին, եւ այլն եւ այլն։ Դու սկսում ես արդարացում տալ, չնայած որ քո ենթագիտակցությամբ դու հասկանում ես, որ մի բան այն չէ, սխալ է, չի լինում։ Հիմա այս տրամաբանությունը ասի, որ ամբողջ ընթացքում կար այդպիսի բաներ, բայց հիմնական իմ համար պարզ եղավ, երբ որ Նիկոլը ճնշման տակ այլ տարբերակ նա չուներ, պետք է սասնածրերին կալանքից ազատեր, բայց ազատեց գրավով, փաստորեն մեղադրանքը չհանեց։ Դա ինձ համար արդեն այդ ժամանակ պարզ էր, որ այդպես է լինում։ Լավ, այդ թեման երևի շատ իշքան խոսենք, շատ բան կլինի, եկեք ահագին հարցեր ունենք, որպես իրավաբան սենց մի հատ հարց կա, այս Եղիշե ինչան էր, Կիրակոսյան ինչ, հրաժարականի շուրջ, որպես իրավաբան ոնց եք կարծում, սա ինչ է, ինչ բան է։ Ես ուղղակի իմ կողմից դիտարկում անեմ, որ փաստորեն այն անձնավորությունը, որտեղ որոշակի հերոսացման բան է գնում այդ տղայի, սրտաճմլիկ սենց հայացքով ու բանով, ձայնով, որ ես սենց եմ հասկանում, եթե սխալվում եմ ուղղեք։ Այս մարդը այն մարդն է, ով որ այդ Հագայի միջազգային դատարանում ըստ էության իբր թե հայկական շահեր, սպանություններ եւ այլնի տակ ի վերջո սղսնում է Ալիևի օրակարգը, որ Արցախը Ադրբեջանի մաս է, այսինքն իրավաբանորեն միջազգային դատարանում ամրագրում է այդ Եղիշե կոչեցյալը,
որ ամրագրել է արդեն, ոնց որ Արցախը Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղ, այսինքն այն նույն լեքսիկոնը, որը կիրառում է Ալիևը։ Ճիշտ եմ հասկանում, թե սխալվում եմ ես։ Իրավաբանական բանն եմ էլի ուզում հասկանալ։ ասեմ ճիշտ եք հասկանում, այսպես ասեմ, ես անձամբ իր հետ առնչվել եմ մի լսումների ժամանակ, կոնֆերանսի ժամանակ, նա եղել է պատասխանողը Հայաստանի ներկայացուցիչը Եվրոդատարանում իմ գործով, որտեղ ինքը սուտ տվյալներ է տվել Եվրոդատարանին, իմ գործով։ Չգիտեի, հետաքրքիր բան ասեցիք։ Անձնական գործով, ես իրեն ճանաչում եմ որպես, կարծում եմ որպես մասնագետ, ինքը լավ մասնագետ է, բայց ինքը hitman է, այսպես ասած անգլերենով։ Hitman-ը անպայման բան չեն, էլի մարսպանող չեն, այդով վարձկան, որ դու իրանց վճարում ես եւ իրենք անում են քո գործը։ Հիմա քո գործը մաքուր է, կեղտոտ է, սպանել է։ Դուք ասում եք, որ լավ մասնագետ է, էսի փաստորեն իրավաբանության մեջ վարձու մարտասպան բժիշկ կա ըստ էության։ Այդպես կարող է։ Շատ հետաքրքիր իրավաբան է։ Նայ, դժբախտաբար իրավաբանությունը այն պրոֆեսիան է, որտեղ դու պարտավոր ես վարձու դիմաց կատարել քո հաճախորդի պահանջները։ Բայց Պեմիդայի նկատմամբ Հիմա ես իմիջայլոց 88 թվին եմ 90 թվին եմ իրավաբանություն բառեզեմը անցել, բայց ես երբևիցե չեմ աշխատել որպես իրավաբան։ Եվ հենց այդ պատճառով, որովհետև ես չեմ կարող վարձկան լինել, այսպես ասած։ Ինձ չեն կարող վարձել, ասել, որ արի Նեմես Ռուբոյին կամ Սերժին պաշտպանի։ Ավելի ամրագրեցիք այդ համոզմունքս, որտեղ նայում եմ աճուծախը, մի վայնասուն է եկել, եսի հերոսը Հայաստանի շահերի պաշտպան, ոչ, այս մարդը ուղիղ Ալիևի է, ձեր դեպքը չգիտեի, ուղիղ Ալիևի լեքսիկոնի իրավաբանորեն ամրագրողն ա եղել եւ պետք է հայկական Նյուրնբերգում շպրտվի այդ նստարանին որպես ամբաստանյակ։ Գիտեք, ասում եմ, վարձկան է ինքը, լավ իրավաբան է, եթե ես ունենամ գործ, իրեն կարող է վարձեմ, որտեղ ինքը կարող է իր գործը կատարել, բայց ինքը բարոյական նորմերը չունի, եթե ինքը բարոյական նորմ ունենար, օրինակի համար ինքը սուտ ցուցմունք չէր տա Եվրոդատարանում իմ գործի վերաբերյալ, խոսքը գնում է Արդեն պարզ է, պարոն Երնուկյան։ Լավ, Ամերիկայի քաղաքացի պարոն Երնուկյան, այս Վաշինգտոնում էս ինչ փոթորիկներ ա, ի վերջո, սրա շահառունով ա այս ամբողջի։ Այս Վաշինգտոնի փոթորիկները ստեղ այդ մոմենտն ա գալիս, որ ես ձեռքերս վերև եմ բարձրացնում, ասում եմ հանձնվում եմ մանում ինչա կատարվում։ Սա այն Ամերիկան չի, որ ես գիտեմ, սա այն Ամերիկան չի, որ ես տարիներ շարունակ, ես ինքս ամերիկոֆիլ եմ, ամերիկոֆիլ եմ իր լավ Արժեքային համակարգի առումով։ Ամերիկան այն երկիրն ա եղել, որ անձամբ ինձ ոչ միտեղ չեն ասել, որ աչքիդ վրա հոնք կա։ Ես հասել եմ նրան, ինչին որ ձգտել եմ և խոչընդոտ չի եղել, մի օր մեկը չի ասել, որ դու արմյաշկա ես կամ էրմենի ես, սահմանափակում, առջևս ոչ մի բան չի եղել խոչընդոտ, իսկ ես հիմա չեմ հասկանում Ամերիկայում, ավիշտ հասկանում եմ, որ ասում եմ չեմ հասկանում, դա է սխալ է, հասկանում եմ, ընդհանուր, եկեք ասում առարկաները կոչենք իրենց անունով, Ամերիկայում տարիներ շարունակ գնացել է ընդհանուր դեգրադացիա հասարակության, հասարակությունը դեգրադացվել է այն մակարդակի, որ իրեն համար նոր iPhone-ը առնելը շատ ավելի կարևոր է,
քան ասենք թե Ռվանդայում ցեղասպանություն է լինում բայց Ամերիկայի այդ պատմական հիշողությունը իներցիայով Ամերիկային դեռ առաջ էր տանում Ամերիկան այն երկիրն է իմիջայլոց սա Արապապյանն էր ասել եւ շատ ճիշտ էր նկատել որ Ամերիկան իր իզոլացիայից դուրս եկավ համաշխարհային շուկա չասեմ համաշխարհային բեմ ցեղասպանության հետ կապված որը մինչև ցեղասպանությունը մեր ցեղասպանությունը Ամերիկան ասում էր որ դուք ձեր գլխի ճարը տեսեք ինչ ուզում ալի բայց միսիոներները որ գնացին եւ որփանոցները որ ամերիկացիները պահեցին դա ցույց տվեց ամերիկյան ժողովրդի եմ ասում եւ ինստիտուցիոնալ Ամերիկայի բարոյական մակարդակը այդ Ամերիկան մինչև վերջերս իներցիայով գնում էր հիմա ոնց որ այդ իներցիան կտրվել է ես հույս ունեմ որ սա ժամանակավոր երևույթ է եւ հույս ունեմ որ սա այսպես ասած ռիստարտի этап է կարծում եմ որ սա երկու տարուց նորից ընտրություններ կան կարծում եմ որ երկու տարուց հետո բավականին արդեն այնինչ հիմա ինչ են անում Մասկն ու Թրամփը եւ Մասկի թիմը այսպես ասած իրենք հիմա միացան նահանգները համակարգը քանդում են շատ տարբեր չի գիտեք սա նրանից ինչ որ մենք ենք ասում Հայաստանի համար մենք ասում ենք ինստիտուցիոնալ կամ համակարգային փոփոխությունը փորձը ցույց տվեց որ ներսից փոխել չի լինում համակարգային փոփոխությունը լինում է միայն երբ որ դու քանդում ես ինչ որ կա հետո նորն ես կառուցում ինչ որ մնացել է այդ ֆունդամենտի վրա այդպես եղավ 17 թվականի հեղափոխությունը Ռուսաստանի քանդեցին համակարգը եւ նորը կառուցեցին իհարկե պահեցին ախրանան դարձավ NKVD-ն դարձավ KGB այդպեսի բաներ կան Կարծում եք 2 տարի երկիրը դիմադրողականություն կամ իմունիտետ ունի որ այդ 2 տարին մարսի որ երկու նորմալ ընտրությունների ընթացքի գնան որ ճիշտ ասած չեմ ասած բայց ես հասկանում եմ թե ինչու է այդպես արվում որովհետև գիտեք երկար տարիներ միացյալ նահանգներում խոսում են election reform Սիստեմը գիտեք archaic սիստեմ է որ ժամանակ հասկանալի է եղել այդ կոնգրես չանունը մոռացա election college-ը Congress Էդի archaic է դա արդեն իմաստ չունի Ամերիկայի համար դա իմաստ ուներ 100 տարի առաջ 150 տարի առաջ բայց հիմա իմաստ չունի այս փոփոխությունը պետք է լինի բայց հիմա նայեք ինչ են անում իրենք հիմա այս փոփոխությունը ոչ թե անում են ժողովրդավարական ճանապարհով այլ թե անում են ավտոկրատ ճանապարհով կիսա դիկտատուրա ստեղծելով դա էլ է հասկանալի որովհետև դեմոկրատական սիստեմի մեջ չես կարող դա անել չես կարող փոփոխություն անես որովհետև սիստեմը այնքան octopus-ի պես ոտքերը ամենտեղ կա որ ամենտեղ սահմանափակում են լինում հիմա նույնիսկ այս պահին եթե նայեք հազարատ արդեն դատական գործեր են սկսել Միացյալ Նահանգներում Թրամփի որոշումների դեմ դա արդեն տորմուզներ են տալիս այսպես ասած ինքը նորից չի կարողանալու անել ամեն ինչ ինչպես որ ուզում է այդ թեմայով Զելենսկի Թրամփ հանդիպման ով շահեց այդ հանդիպումից թե երկուսը պարտվեցին Զելենսկին շահեց իմիջի տեսակետով համաշխարհային
աշխարհը ընդունեց իրեն որպես պրինցիպիալնի տղամարդ, որը իր երկրի շահերն է պաշտպանում, աշխարհը ընդունեց, որ դա set-up եղած հանդիպում էր, որտեղ նախորոք որոշված էր, թե ինչպես պետք է վարվեն եւ պետք է հունից հանեն Զելենսկուն եւ բայց իտոգում վերջո Թրամփը հասավ իր նպատակին այն բանով, որ նա ստիպեց Զելենսկուն, որպեսզի նա գա համաձայնության։ Իհարկե դա դեռ չի կատարվել, բայց արդեն տեսնում ենք նախադրյալները։ Այստեղ հետաքրքիր մի հատ հարց կա, շատ հետաքրքիր էր։ Ես իհարկե էլի ունկնդիրներ ձեր հարցերը փորձում եմ խմբավորված, որտեղ նույն հարցը տարբեր կողմերից է տրվում։ Ստե մի հատ հարց կա, որ բևեր հատկապես սա ձեզ որպես բևերի խորհրդի անդամ։ Ասում է, ի վերջո Ռուսաստանը ինչով է ավելի վատ ԱՄՆ-ից, եթե օրենք չկա, խիղճ չկա, կան շահեր, մարդու կյանքն էլ արժեք չունի եւ ինչ կապ ունի, ամերիկացի է, պաղեստինցի է, հասկանալի է, Պաղեստինը ինչ իմաստով է հարց տալիս։ Ռուսաստան եւ Ամերիկա տարբերությունը այս մարդուն հոգտատիրոջը հարց է ուղում, ասենք ինչ տարբերություն, դուք որոշակի օրն արդեն ասեցիք արմյաշկի մոմենտը որպես քաղաքացի, որպես ազատ խոսքի լավ, բայց ընդհանրապես նայենք սենց հայկական շահերի տեսանկյունից որպես բևերի խորհրդի անդամ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների մեջ տարբերություն ժամանակի տարածության անցածի հիման վրա ինչ կասեք։ Տարբերությունը ասեմ նորից կներեն ժողովուրդը որ ռուսերեն բարդ օգտագործեմ Ռուսաստանը բեսպրեդել է, այնտեղ չկա սահմանափակում, Միացյալ Նահանգներում կա սահմանափակում, կան պատնեշներ։ Դատական համակարգը Միացյալ Նահանգներում դեռ սահմանական բանը Supreme Court-ը չհաշված, որտեղ այնտեղ արդեն Թրամփը բավականին ազդեցիկ է, բայց դատական համակարգը դրանով չի վերջանում եւ ամեն ինչ չի որ գնում է Supreme Court-ի առաջ։ Հետեւաբար դատական համակարգը լինելու է այն պատնեշը, որը թույլ չի տալու, որ Միացյալ Նահանգները դառնա Ռուսաստանի պես բեսպրեդել։ Այդ տարբերությունն է դա եւ այդ արժեքային համակարգը, որ չունի ռուսական կայսրությունը եւ նաեւ մեր թշնամին է ամբողջությամբ, անունը դնենք սովետական միություն, Պուտինյան Ռուսաստան, ես ընդհանրապես չգիտեմ ձեր կարծիքը դեմոկրատական Ռուսաստանը դա միֆ է, ես չեմ պատկերացնում, ոնց է հնարավոր դեմոկրատական Ռուսաստան, չգիտեմ, այդ նույն հարցը երևի Միքայել Նալբանդյանին էլ տայի, էլի, դա միֆ է, ինչ է, հնարավոր է Ռուսաստանը դեմոկրատական։ Դեմոկրատիան լինում է, երբ որ հասարակությունը բարոյական սկզբունքներ, հիմքեր ունի։ Ես ինչի ասում, որ Ամերիկան 15 թվին ցեղասպանությունը իր բարոյական բարձունքի վրա էր, բարոյական բարձունքի վրա էր։ Եվ դրանից հետո իներցիայով հասանք մինչև այսօր։ Բայց այսօր Ամերիկան իր հասարակության դեգրադացիայի մեծ ծավալից հետո դեռ Ռուսաստանից մի 10 գլուխ բարձր է բարոյականության հիման վրա։ Դուք շատ լավ գիտեք, թե ամերիկացի ժողովուրդը ինչքան կոնսերվատիվ ժողովուրդ է։ Ամերիկյան տելևիզիոն կանալներով մերկություն չես տեսնում դու։ Կապելայինով կարաս տեսնես։ Դու ամերիկյան տելևիզիոն կանալներով հայոյան չես տեսնում։ Բայց տեսնում եք հիմի, պարոն Եղնուկյան, որ ասում եք, ասենք մի հատ բան ասեմ, հա։ Օրինակ նախագահ Բայդենին կարելի է ասել քնկոտ, կարելի է ասել, չգիտեմ, թամբալ, կարելի է ասել ուշ, բայց կարելի է ասել, ասենք նախագահան ըստ էության ոնց ասեմ, ազգային այդ սիմվոլիկ ինստիտուտ է եւ կարող է մի նախագահ մյուս նախագահին ասել stupid։ Այսօր փոխվել է, այսօրվա Ամերիկան դա արդեն թույլ է տալիս։
Սա դեգրադացիայի, սա հասարակության դեգրադացիայի հետևանք է։ Իշխանությունները արտացոլում են հասարակությանը։ Ինչքան էլ Հարցս ինչ իմաստով եմ տալիս, նա տեսեք, ըստ էության ընդունված է ասել, չէ, որ այս ընտրությունների արդյունքները փաստորեն այդ միջին ամերիկացին, որը իր այդ պապանոական արժեքներով, բողոքական, այդ միջին, այսպես միջին հենց բունի, տեղը աշխարհագրական, այդ ամերիկացին նաև լսում է, որ թեկուզ իր չընդունած, բայց ամեն դեպքում Միացյալ Նահանգների նախագահը արժանանում է ինչ-որ պիտակների, սա օրինակ ոնց կարող է այդ նույն ամերիկացին ֆիլինգը լինի նորմալ։ Հասարակության դեգրադացիան Ամերիկայի այդ միջին խաղը ասում եմ երկու մասի, այն երկրորդ մասին, որ ասում էի redneck կոչվածները, նրանք չունեն այդ բարոյական մակարդակը, նրանց մոտ դա շուտվանից է արդեն խախտվել եւ նրանց համար օքեյ է որ պրեզիդենտին ստուպիդ ասեն կամ չեմ անում ինչ, բայց ես վստահ եմ, որ այն մույս հատվածը այդ միջին խավի, միջին ամերիկացու դա իր դուրը չի գալիս։ Հենց այդ էի ասում, որ ի վերջո այդ արժեքային համակարգը ոչ այն միլիարդատերերի վրա, ոչ էլ այդ ձեր ասած redneck են միջինի դերը պետք է այդ արժեքները կարող է հարյուրամյակներով այդ ա եղել, որ Եվրոպայից է եկել։ Մենք ստեղ մի հատ հարց ունենք, էլի ես փորձեմ խմբավորել այդ միասնության ազգային ճակատ կազմելու, մեկը հարցնում է, ասենք, ինչու չեք միանում լույսի բանակին, մյուսը ասում է ազգային ճակատի մասին, ինչն է խանգարում միավորել ուժերը, պարոն Եղնուկյան, Բևերը ինչով է խանգարում կամ օժանդակում դրա միավորման կայացմանը, ինչն է խանգարում, որ չի ստացվում մեր մոտ այդ միավորումը։ Դե միավորումը չի ստացվում մի քանի պատճառներով, մեկ պատճառ է, չի, անձնական իգոներ կան, գաղափարական տարբերություններ կան անձնական շահեր, կան կուսակցական շահեր, կան խմբակային շահեր, կան գործակալական շահեր, այդ քանի տարբեր շահերի մասին խոսեց։ Հիմա գործակալը ինչպես պիտի միանա, գործակալն ասում են միացի միանում է, ասում են դուս արի դուս է գալիս։ Անջատվում է, ասում են անջատվի անջատվում է։ Այո, գործակալը կատարում է իրեն հրամանը։ Հիմա մարդը եթե կուսակցական շահեր ունի եւ իր կուսակցական շահերը միասնության դեմ են, չի միանալու։ Եթե այդ մարդը ունի իգո, անգլերեն chip on his shoulder, եւ ինքը ոչ մեկին չի ուզում ենթարկվի, ճակերտների մեջ եմ ասում ենթարկվի, որովհետեւ միասնություն նշանակում է միասնական որոշում, իսկ միասնական որոշում նշանակում է դու ենթարկվում ես խմբին։ Իսկ մարդը որ ինքը գեներալ է եւ ինքը երբևիցե չի տեսնում իրեն ոչ մեկի հետ ոչ միանալ, ոչ էլ համագործակցել։ Ինքը ասում է եկեք իմ հետ համագործակցեք։ Ես չեմ կարող ձեր հետ համագործակցել։ Հիմա սա պատճառներն են։ Իսկ ինչ վերաբերվում է Բևերի եւ Բևերի մոտեցմանը, մենք սկզբունքային մոտեցում ունենք այս միացման հետ կապված։ Համագործակցությունը անունը դնեք կամ միացում տարբերություններ կան, բայց հիմա մենք այդ երկուսը համարենք նույնը։ Ասում ենք, որ պետք է լինի գաղափարի շուրջ, նպատակի շուրջ։ Գաղափար կամ նպատակ։ Հիմա նպատակ կա Նիկոլ Փաշինյանին հեռացնել, դա գաղափար չի, դա նպատակ է։ Այդ նպատակի համար մենք կարող ենք համագործակցել, ոչ թե միանալ, մենք կարող ենք համագործակցել բոլորի հետ, ով որ ուզում է Նիկոլ Փաշինյանին հեռացնել։ Հիմա գաղափարի շուրջ միավորվելը, եթե մենք ասում ենք Հայաստանը օկուպացված է եւ պետք է դեօկուպացիա լինի, մենք պետք է ազատագրվենք։ Եվ երբ որ մեզի հարցնում են ումից պետք է ազատագրվենք, մենք ասում ենք հիմա առաջ ասում ենք Ռուսաստանից, հիմա ասում ենք ռուսա-թուրքական
ձեր ձայնն էլ արդեն ոնց որ չկա պարոն Եղնուկյան։ Կտրվեց նորից։ Հա, հիմի լսվում է։ Ալո։ Լսվում է, հիմի լսվում է պարոն Եղնուկյան։ Կադրը չկա, բայց լսում ենք ձեզ։ Այս հեռախոսի բանն է դա։ Հեռախոսը, հեռավորությունը, շարունակեք, լավ, պարոն Եղնուկյան։ Անգել են գալիս անում սիգնալիզացիա միանում։ Հա, գաղափարի շուրջ համախմբել։ Դու այդ գաղափարը պետք է դիմացինդ ընդունի, որպես իր գաղափարը, որ ինքը քո հետ համագործակցի։ Եթե այդ մարդը գտնում է, որ Ռուսաստանը մեզ չի օկուպացրել, այնինքն Ռուսաստանը մեր փրկիչն է, մենք այդ մարդկանց հետ միասին ինչ կարող ենք գաղափարական համախմբում ունենալ։ Այդ ռուսուլմանականը հասկանալի է, բայց այստեղ մի հատ հարց կա պարոն Եղնուկյան, ասում է օրինակ ինչու չեք միանում լույսի բանակին, հարգելի օգտատերն ասում է, որ նրանք եւ նրանց ղեկավարը ամենայն հարգանքով ղեկավարի նկատմամբ, որ նշել է նրանց ղեկավարը, որ 70,000-ից ավել մարդիկ Սփյուռքի դուրս են գալու փողոց, ասենք իրանց ղեկավարը ասել է, որ 70,000-ից ավել մարդ է փողոց դուրս բերելու, ես չեմ լսել, ինչու չեք միանում այդ լույսի բանակի։ Լույսի բանակը երբ որ միանալու գաղափար ունենա, մենք կմիանանք, բայց իրենց գաղափարը ինչ են ուզում։ Հետո պետք է միշտ նայենք այդ ասողը ով է։ Գիտեն լույսի գաղափարի ներկայացնողը, անձը, ղեկավարը ով է։ Գիտեն իր անցյալը։ Գաղափար ունեն, թե այդ մարդը ով է եղել, ինչ է արել։ Հիմա Բևերի խորհրդի անդամների բոլորի կենսագրությունը պարզ դրված է։ Հա, բացի դրանից ստեղ ինձ հատկապես այս 70,000 թիվը բան արեց, էլի։ Ասենք ես ինչքան հասկանում եմ, այսինքն ոչ թե հասկանում եմ, պրակտիկան այն է, որ վերջին տարիներին այս խեղափոխությունից հետո միակ ուժը, որ կարողացել է շատը քիչը ամենաշատը քոչարյանա-սեժական ռուսուլմանական մասայից բացի, որ փողով, շագրգռելով, պարտադրելով են բերել, միակ ուժը, որ հազարներ է դուրս բերել փողոց, դա Բևերն է եղել, բայց եւ բացի չաշված այս սրբազանի չարաբաստիկ շարժում, վերջաբանով շարժումը, որտեղ իրոք բոլորը այսպես բանային, բայց սրբազանը այս ամբողջը այնքան խայտարակ ձևով ինքն էլ խայտարակվեց եւ այս ամբողջը իջացել։ 70,000 թիվը հարգելի օգտատեր, ասենք պատկերացնում եք ինչ է նշանակում։ Այն որ ասում է դու էլ ասա 70,000-ը դու էլ ասայի հարցն է։ Անելով չի, անելով է, երբ որ լույսի բանակը իր բանակով փողոց կիշնի ու կտեսնեմ 70,000 ու կլսեմ իրենց գաղափարը ինչ են ուզում, այս նույնակ կմիանանք, կհամագործակցենք, բայց քանի որ ես չեմ մանում իրենք ինչ են ուզում եւ պարզ չէ, նպատակը ինչ է, ինչ նպատակ ունեն, ինչ գաղափար ունեն։ Պարոն Եղնուկյան, մեզ հուշում են ժամանակը արդեն մեր վաղուց սպառվել է, բայց վերջի հարցն է կարտամ, ուրեմն այստեղ խորհուրդ է տրվում մեզ, ես կարտամ այս մեկը ամբողջությամբ, որովհետև կարող է միտքը լավ բան չանեմ ամբողջ։ Ուրեմն հասկանում եմ, որ ձեր հայացքներն ու գաղափարները 360 աստիճանի հակասում են դոգի մտքերին եւ գործնեությանը, բայց չեք կարծում, որ նրա անունը օգտագործելով ձեր ետերի վերնագրերում եւ մի քանի ըստ ետերում օգտագործելով նրա դատավարության մասին կհանգեցնի նրան, որ նրա լսարանի ինչ որ մասը կմիանա ձերին եւ դուք կկարողանաք նրանց վարակել ազգային գաղափարներով եւ հասկացություններով։ Եվ եթե մի օր հրաշքով X պահը լինի, կարող է նրանք նաեւ ֆիզիկապես աջակցեն ձեզ։
դա հաջողությամբ կիրառում են արդեն բլոգեր դարձած ձեր նախկին ընկեր Վարդան Հակոբյանը։ Ասենք, ստեղ մինչև դուք պատասխանեք, պարոն Եղնուկյան, թույլ տամ այդ ասել, որ բևերը ենքան այսպես մաքրված, զտված, հստակ ծրագրով է առաջնորդվել առնվազն նոյեմբերի 10-ի այդ թղթի կտորը ստորագրելուց հետո, որ բևերը երբեք կարիք չունի որևէ մեկի անունը չարաշահելով, օգտագործելով ազգային եւ տարբեր բաներ են, հասկացություններ, ազգային գաղափար, այլ բանա, որ բևերը միշտ հաշվի առել իրողությունները, միշտ պատրաստ է եղել բոլոր ուժերի հետ, բացի օդիոս, սեժիկ, ռոբիկ եւ այդ նման կրեմլաստրուկներից բոլոր ուժերի հետ համագործակցելու, նստելու սեղանի շուրջ եւ քննարկելու բոլոր հարցերը։ Հարգելի օգտատեր, եթե մտածում եք, որ այն մարդը, որը այլ հասկացությունների համար այլ բլոգեր լսում եւ պետք է բևերը օգտագործի այդ մարդկանց, որ դառնա բլոգեր, շատ կներեք, մի քիչ շատ լսեք, խորհուրդ տամ շատ լսել բևերի ետերները, բևերի ալիքը ձայնագրվել եւ բոլորին եմ խորհուրդ տալիս, ընդ որում բաժանորդագրվել բևերի եւ հիմնական եւ ամերիկյան, յութուբյան եւ մյուս սոցիալ մեդիա ալիքների։ Այս հարցին ո՞ց կպատասխանեք, օրինակ, պարոն Եղնուկյան։ Հարց տվողը անունը ինչպես էր։ Հարց տվողի անունը հեսա ասեմ, Լիաննա Վարյանովա, ըստ օգտատիրոջ, Լիաննա Վարյանովա։ Հետաքրքիր հարց է, նմանատիպ մի հարց լսել եմ, տրվել էր բևերի խորհրդի անդամներից մեկ ուրիշին։ Էֆիլյանին, վերևում ես հարցը նախաբան կար, ասում է այս երկու հարցը ընդ որում պարոն Եղնուկյան, ասում է բարև ձեզ, երկու հարց, առաջինը էս էր, ես սկսեցի կարդալ այնտեղից, որտեղ ասում է այս հարցը տվեցի երեք նաև պարոն Սեֆիլյանին։ Ուրեմն տեղ եմ լսել, ես գիտեմ, որ միտեղ լսել է ես։ Այս որ չեմ լսել Սեֆիլյանի արձագանքներ, խնդրեմ, հետաքրքիր է ավելի։ Ես ճիշտ ասած Սեֆիլյանի արձագանքը չեմ հիշում, չեմ արտաբերում ինչ էր, բայց ես արձագանքեմ այս հարցին։ Մենք բևերը երբևիցե, այսպես ասեմ, բևերը ի սկզբանե որոշում էր կայացրել եւ այս որոշումը եղել էր, գիտեք, շատ բնական ձևով, մենք ոչ թե նստել ենք, քվեարկել ենք, որոշում ենք ասել, այդ ասեմ, սա մեր մոտ շատ բնական ձևով առանց իրար ասելու, ոնց որ մարդիկ իրար երես նայեն 8 հոգի եւ նույն բանը մտածեն։ Մենք, բայց ես անունը դնում եմ որոշում եմ ընդունել։ Որոշում եմ ընդունել, որ երբևիցե չի խաբելու իր ժողովրդին, չի մանիպուլացնելու իր ժողովրդին։ Մենք ասելու ենք մեր ժողովրդին ճշմարտությունը, ինչքան էլ որ դա դառ լինի, ինչքան էլ որ այդ ճշմարտությունից մենք կարող է անձամբ տուժել, անձամբ Կարո Եղնուկյանը ասելու է երեսին ամեն մեկին ով է։ Ես մի սիրելի խոսք ունեմ, ասում եմ կան սրիկաներ երկու տեսակ, առանց փողկապի եւ փողկապավոր։ Փողկապավոր սրիկաներին են սրիկաներն են, որոնք շատ խելացի են, բայց իրանք մանիպուլացնում են մեր ժողովրդին։ Գիտեք, այն սրիկաներ կան, որ չոբան անգրագետ երկու բար կողքի չեն կարողանում դնեն, նա հասկանալի է, բայց ավելի վտանգավորը այն սրիկաներն են, որոնք խաբում են, մանիպուլացնում են, շահագործում են մեր ժողովրդին եւ հիմա երբ որ մեզ այսպեսի խորհուրդ է տրվում, որ ինչու այսպես չեք անում, սրանից բևերը կշահի, մենք չենք նայում այդ հարցին, թե բևերը դրանից ինչ կշահի, մենք նայում ենք այդ հարցին, դա ճիշտ ճշմարտություն է, արժի դա ճշմարտությունը ասել, բարձրաձայնել, իմիջիայլոց կան դեպքեր, որտեղ մենք ունենք ինֆորմացիա, բայց դեռ չենք ասում, որովհետև դա ասելը ավելի վնաս կտա մեր ժողովրդին այս պահին, քան չասելը։
Հասկանալի է։ Լավ, պարոն Եղնուկյան, այդ մասով հասկանալի, ուղղակի օգտատեր լիանային ամենայն հարգանքով, որպեսզի ամեն ինչ շատ հստակ լինի, այս մասով հաստատ Բևերը պարոն Եղնուկյանն էլ ավելի մանրակրկիտ է ներկայացրեց, կոնկրետ քանի որ անուն էր տրվում բլոգերի եւ գործունեության տոգի, հետեւյալը ուղղակի անձնական կարծիքս նաեւ ասեմ, ստեղ այս մեր պատասխանը բնավ չի ենթադրում, թե Բևերը հավանության է արժանացնում կամ հակադրվում է այդ անձի գործունեությանը եւ այս պարագայում, քանի որ այդ անձը նաեւ այսօր ըստ էության Հայաստանի պահանջով ամերիկյան դատարանը ոնց որ ամսի 10-ին որոշում է կայացնելու, ակնհայտ է, որ սա Հայաստանի քաղաքական իշխանությունների կողմից ինչ հեքիաթներ էլ մոգոնեն, դրանք իրականություն լինեն, չլինեն, այս պարագայում այդ իշխանությունների ընտարաշ կենալը եւս կարծում եմ անձնական կարծիք եմ ստեղ ասում, չգիտեմ պարոն Եղնուկյանի մոտեցումը, սխալ կլինի ընտարաշ կենալ, որովհետեւ ակնհայտ է, որ այդ անձը քաղաքական գործունեություն է։ Հիմի այդ ոճով անում, հայհոյանքով անում, ինչով անում, այս պահին դրա, բայց սա Բևերի հետ կապել կամ որ մենք օգտագործենք այդ անձի ինչ-որ որպիսի այսպես աջակիցներ երբեք եւ երբեք։ Եվ վերջի հարցն էլ կարտամ պարոն Եղնուկյան, նույն դիանն է հարցնում, իրավաբանական հարցը։ Առաջ Պարոն Եղնուկյան, Բևերի իրավաբանները ինչու չեն միանում Նինա Կարապետյանցի, Հարություն Բաղդասարյանի եւ Մանուշ Եղսյանի սկսած իրավաբանական գործընթացներին կապված Ամուսարի, երկրի սահմանների եւ այլնի հետ։ Շնորհակալություն։ Եվ լինքն ա տվել այդ գործունեության։ Ինչու չենք միանում։ ինձ լսում եք։ Ահա ես լսում եմ, դուք չգիտեմ հարցը լսեցիք թե չէ։ Ես հարցը լսեցի, ճիշտ ասած ես բան ասի, դու զգացի որ ինչ էիք լսում դրա համար։ Երևի մի ժամանակ որ խոսում եք չի լում։ Հա, ես այդ հարցին պատասխանելուց առաջ կուզեի անդրադառնալ Վարդան Ղուկասյանի հարցի վերաբերյալ։ Խնդրեմ, իհարկե, ձեր կարծիքն էլ ասեք այդ մասով։ Վարդան Ղուկասյանին մարդիկ կարող է չհավանեն իր ոճը, հայհոյանքը եւ այլն, դա հասկանալի է, բայց այն որ Վարդան Ղուկասյանը արդեն մի քանի տարի է որ ես գիտեմ որ ինքը այդ գործի վրա է, նա բավական կարևոր գործ է արել մեր հասարակության համար։ Նույնիսկ ասեմ ոճի մասին չի խոսքը, գործի մասին է։ Կարևոր գործը նա է, որ նա բացահայտել է, հիմա որտեղից է իրեն այդ ինֆորմացիան, դա էլ երկրորդական է, նա բացահայտել է որոշ բաներ, որոնք մեր հասարակությունը ոչ թե միայն իրավունք ուներ իմանալու, պետք է։ Հետևաբար նա դրանով շատ կարևոր գործ է արել։ Այն որ Վարդան Ղուկասյանը իշխանությունների կամ ոնց է մի իշխանության աչքի լույսը չի լինելու, դա էլ է հասկանալի։ Ամբողջ Վարդան Ղուկասյանը, այսպես ասած, քֆուրի տակ է դնում որոշ մարդկանց եւ այդ մարդիկ իրենց պատրտում են որպեսի հասնեն ու Վարդան Ղուկասյանի իրենց ձեռքերը հասնեն Վարդան Ղուկասյանին, դա էլ է հասկանալի, բայց այն որ այս իշխանությունները ուզում են նրան չեզոքացնել, դա ոչ մի կերպ ընդունելի չէ։ Եթե հիշում եք, ես որ ասացի, թե քաղբանտարկյալը որոշվում է արած գործի հիման վրա, այդ ինչպես է վերաբերվում իշխանությունը նրա նկատմամբ։ Հիմա պատկերացրեք, ստեղ մենք նայում ենք, թե իշխանությունը ինչպես է վերաբերվում Վարդան Ղուկասյանին։ Վարդան Ղուկասյանին իրենք քաղաքական հալածյալ են դարձրել։ Հիմա իրենք ուզում են Վարդան Ղուկասյանին բերեն Հայաստան, որպեսզի դարձնեն քաղբանտարկյալ։ Սա Վարդան Ղուկասյանի վերաբերյալ եւ պետք է խոստովանեմ, որ ես ինձ մեկ հազիվ եմ զսպում, որ չհայոյեմ այն նույն բառապաշարով, որ Վարդան Ղուկասյանն է հայոյում, այնպես որ Այսինքն մեկ ոսկեղենիկ հայերենի էլ ասում։ Հայերենը շատ են
ուզում օգտագործել, բայց ինձ զսպում եմ։ Սա դրան։ Ինչ վերաբերում է Նինա Կարապետյանցի եւ Հարություն Բաղդասարյանի եւ երրորդ ազնվորության, ես ճիշտ տեղյակ չեմ, թե իրենք ինչ տելով իմաստով ամուսարի վերաբերյալ մենք բևերը ունի շատ հստակ մոտեցում, որը նոր չէ, ամուսարի պայքարի ժամանակ բևերը մասնակցել է անմիջապես հենց ամուսարի տարածքում, ժամանակ երբ որ այս հարցը նոր էր գլուխ բարձրացնում, սա գիտեք ինչ է, բևերը քաղաքական կառույց է, մենք օժանդակում ենք շատ քաղաքացիական, բնապահպանական հարցեր, բայց դա մեր գործառույթը չէ, մենք քաղաքական մասով համագործակցում ենք, բայց այստեղ իրավաբանական բանը, դե իրավաբանները պետք է իրավաբանական հարցերով զբաղվեն, այստեղ միանալ չմիանալու մասին չի խոսքը, այդ մարդիկ ում անունները ոտվեցին, որ այդ գործով զբաղվում են, մարդիկ են, որոնց հետ միասին մենք համագործակցում ենք տարբեր ոլորտներում, բայց դա իրավաբանական գործ է, բևերի գործ իրավաբանական չէ, մենք համագործակցենք, բայց ոչ այսպես ասած մեր գործառույթն է դա։ Շատ տիպիկ ու շատ լավ էդի մեկնաբանեցիք, պարոն Էրնուկյան, շնորհակալություն, հենց նույն Նինա Կարապետյանցն էլ է մեր եթերում լինում, այդ նույն այդ ծրագրահավաքներին բևերի աջակիցներն էլ են միավորվում, շատ դիպուկ նշեցիք, որ դա քաղաքական ինստիտուտի գործառույթ չէ, իրավաբանական զուտ մասնագիտական եւ փայլուն կերպով էդի արվում է հենց պարոն Բաղդասարյանի կողմից, մյուսների կողմից, այնպես որ պարտադիր չէ բոլորը իրար հետ մի բան պետք է անեն, նույն բանին ուղղված բևերը ամուսարի առումով իր քաղաքական հայտարարություն անում, իրավաբանը իր դիմումն է գրում, բայց բոլորս գնում ենք այդ ուղղությամբ, որ ամուսարը պետք է մնա սար, անկախ մնացած բոլոր կեղտոտ, կոռուպցիոն եւ այլ շահերից եւ այլն։ Վարդան Ղուկասյանի հետ կապված էի ուզում ասեի, որ այդ անձի հետարքիր մի դիտարկում անեմ պարոն Էրնուկյան իրավաբանական, ես կարդացի արձանագրությունները, այդ մինիցները արձանագրության շատ հետարքիր բան կար, փաստարկ կար իր փաստաբանների կողմից, այստեղ Վարդան Ղուկասյանի անձից էլ մի քիչ դուրս գանք, էլի ավելի ոնց որ երկրի country level estimators սա գնահատական, ուրեմն ասում է իր նկատմամբ ինքը ենթակա է քաղաքական հալածանքների ոչ միայն իշխանությունների, այլ նաև ընդդիմություն կոչված որոշ գործիչների կողմից։ Էսի շատ տիպիկ փայլուն բան էր, որ ամերիկյան դատարանում այդ մեր հավերժական ու այս կենտանում իշխանության պահող թնի ու նորի բանը մեկտեղվում է, այսինքն նաև հինն է դրան բերել, հին, եթե մարդը ոնց կարող է իշխանություն չունեցողը, այսինքն ընդդիմություն կոչեցյալը լինել վտանգ քաղաքական հալածանքի համար։ Հետո այս մասը հետարքիր դիտարկում էր, ինչ կասեք, ես էլ ձեր կարծիքը լսենք ու նաև ձեր ամփոփիչ խոսքը, պարոն Էրնուկյան։ Արա ջան, չեմ զարմանում, որովհետև բևերը նույն վիճակում է, մեզ են հալածում այսպես կոչված ընդդիմությունը եւ իշխանությունը, որովհետև ի վերջո այսօր ընդդիմությունը, խոսքը գնում է պարլամենտական ընդդիմությունը, պահում է Նիկոլ Փաշինյանին եւ իրենք համահունչ են աշխատում։ Ճիշտ է, այսօր Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջև հրաժարություն կա, պես ասած, Տոցական կապիկություն, երկուսից մեկը։ Բայց լավ է, որ մեղադրում են Քոչարյանականները մեղադրում են Սերժ Սարգսյանին Նիկոլ Փաշինյանին բերելու մեջ, որ նա Նիկոլ Փաշինյանին։ Այդ ինչ որ մենք ասում էինք երկար ժամանակ, հիմա փաստորեն արդեն հասել է այն վիճակի, որ Քոչարյանն էլ է դա ասում արդեն բացահայտ։
Իմի դուք տենց եք ասում, պետք է ասեն այս բևերը սերժնական էր, պարոն Երնուկյան, այդ ավելի բացեք։ Մեր համար նրանք երկուսը մեկինար, մյուսինար նույն բանն են։ Իհարկե ես երբեք չեմ ուզում մոռանալ նաև Լևոն Տեր-Պետրոսյանին, որտեղ այդ երկուսի ծնողը Լևոն Տեր-Պետրոսյանն է։ Նրանից է Սպան երկուսի, բայց կենտանուն է, այս կենտանին գլուխ գործոցն է։ կա, միշտ ու այս էլ որ նայեք առաջ խոսում էինք սիստեմի մասին, չէ՞ Ամերիկան։ Այսի հետ նույն Հայաստանն է, նույն սիստեմն է, Լևոնից Նիկոլ նույն սիստեմն է, սիստեմը չի փոխվել։ Այս սիստեմը պետք է քանդել։ Ուրիշ ձև չկա այս սիստեմից ազատվելու, ներսից, պարլամենտից, պարլամենտական փոքրամասնություն լինելուց եւ այլն օգուտ չկա։ Ձեր ամբողջ խոսքը, պարոն Երնուկյան, մեր օգտատերերը, դիտողները թող ներողամիտ լինեն, կապի պատճառով էկրանը մի բան արդեն չի երևում պարոն Երնուկյանի կադրը, բայց ձեզ լսում ենք, խնդրեմ ամփոփեք, մի քիչ յուրահատուկ զրույց այսօր ստացվեց եւ անկեղծ եւ ձեր անձի հետ կապված, բայց դա անձը չէր կարևոր, ավելի շատ այդ երևույթը եւ խնդրեմ ձեր ամփոփիչ խոսքը քաղաքական հալածյալ Բևերի խորհրդի անդամ պարոն ամերիկյան քաղաքացի պարոն Կարול Եղնուկյան, խնդրեմ։ Քանի որ մենք հիմա ապրում ենք այս հեղափոխական դարում, ես կոչ կանեմ մեր ժողովրդին 3 բառով. ապստամբություն, ապստամբություն եւ ապստամբություն։ Այո, կեցեն ապստամբները, ազատություն ապստամբներին, այսօր այդ ոչ ազատական վիճակում յուրահատուկ ձևով նաև դուք եք քաղաքական հալածյալ Կարո Եղնուկյան։ Շնորհակալություն։ 2009 թվականից քաղաքական հալածյալ եմ։ Ինչի փոխվել։ Մերն էլ էտա, ինչ անենք։ Եղավ պարոն Եղնուկյան, շնորհակալություն անչափ հետաքրքիր զրույցի համար, լավ օր ձեզ։ Ես եմ շնորհակալ։ Տեսություն։ Բաժանորդագրվեք ազգային ժողովրդավարական բևեռի YouTube-յան ալիքին։